հաջորդ կյանքս։ Ոնց եք։ Ես այսօր մի քիչ խառը գործել եմ երեխեք ջան, որովհետև ծանոթից մսիկներ եմ առել ու հիմա պետք է այս մսիկները դասավորեմ, տեղավորեմ, որ անցնեմ հաջորդ գործից։ Հավինից, որով հիմա պիտի խանձեմ, մաքրեմ, կտրատեմ, վայ որ այս սարքս փչացել էր, ձեռու ոտս ոնց որ կտրված էր, որովհետև առանց խանձելու չեմ կարում ոչ մի բան անեմ, իսկ գազ չունեմ որ խանձեմ, դրա համար շատ դժվար է իմ համար երեխեք։ Բացելով գնացի Կարեֆուր ու իմ ապարատս առա, որ կարենամ հավերս խանձեմ, հավի միսիկները, իհարկե սրանք թեթև խանձում եմ ու հետո պիտի կտրեմ։ Առանց խանձելու չի լինում, խորոված չենք անում, որ ասենք կրակի վրա ինքը լրիվ խանձվի գնա, դրա համար պիտի սենց խանձեմ։ Այդպես երեխեք ջան, նորից ու նորից շատ շնորհակալություն թե Սերոժի ծնունդի համար, թե Նորոյի ծնունդի համար, որ այդքան լավ խոսքեր էի գրել, շնորհավորել էիք, այնպես որ գրկում եմ բոլորիդ հեռակակարգով, սիրում եմ բոլորիդ, իմ համով հոտով հետևորդներ ջան, մենց որ այ Դա այսօր երեխեքը որոշել են, որ պիտի երեխեքս որոշել են, որ խաչապուրի անեմ ու հիմա դրա համար շուշուտեսի տեղավորեմ, որ անցնեմ արդեն խաչապուրին անելու։ Սոն ասել մինչև ամսի 7 տուն չի գալու, պրակտիկաներ ունի, չի հասցնի գա, համ պրակտիկայի է, համ դասերի է, որովհետև վերջի կուրսում է սովորում, դրա համար Սոնայից չենք տենում։ Այսօր գրեցի բանա ջան եվ ես տուն գալու, ասեց ամսի 7-ին երևի, մամա։ Մենք մնացել ենք մեր տանը 4 օր։ Բա այսօր եղանակը մի քիչ հողոտա, այսի արդեն հավի դոշնա, մեր մոտ այսօր եղանակները մի քիչ հողացավ, էտա, վաբշե նման չէ, որ արդեն աշունա, որ հեսա հոկտեմբերի վերջնա, թե խոսքով, հիմա սա խանձեմ, լվանամ, ցելոֆանով փաթաթեմ, ուղարկեմ սարցարան ու անցնեմ իմ խաչապուրիները սարքելու։ Շատ հարմար գործիք հայրեխեք, ով տանը գազ չունի, խորհուրդ եմ տալի, որտև եթե մանավանդ մեր նման հավ շատ եք օգտագործում հավի միս, էսի փրկություն է։ Մամայինքս ունեն մեծ բալոնա, բայց չէ, ես սովորեմ սրանով, Հայաստանից մինչև եկանք երեխեքը չգիտեմ երևի ապսը վերցնելուց թե ինչ ջարդել էին, բայց գիտեի, որ Կարեֆուրում տեսել եմ ու գիտեի, որ Կարեֆուրում կա, դրա համար հենց հասա Կարեֆուր վրա զարա։ Դեմեք, մեր մոտ արդեն արևա դուրս գալիս լավա։ Ես շատ մրսկան եմ։ Հիմա մեր մոտ 23 աստիճան է, բայց ես հագել եմ սենց տակ, որովհետև մրսում եմ երեխեք, չգիտեմ։ Ամար ձմեռ ինձի եթե կպնում են, ես սառույցի կտոր եմ։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց ես տենց եմ։
Սերոժը գնացել այսօր գործի։ Ահա, հիմա ախորս աղջիկը գրեց։ Ես էսպես։ Ես կաշիներն ու մի քիչ յուղերը հանում եմ, մնացածը արդեն օքեյ է։ Որովհետև չեմ սիրում։ Սրան չունեմ։ Լավ պրծանք։ Հայաստանի դանակները փրկություն է։ Ամեն Հայաստան գնալուց, երեխեք, չգիտեմ, ով է բերում, հատել գրեք տենանք, դրսի ապրողներ։ Ամեն Հայաստան գնալուց մենք դանակներ ենք բերում։ Որովհետև ստեղի դանակները, այ մամա ջան, օգտագործելու բան չի։ Եկաս գնաց դասի, հետ էլ իրան էի հաջողանում։ Նորոն դասից եկել է հիմա մի քիչ դաս անի, պատրաստվի, որ հեսա մի ժամից էլ ինքն է գնալու։ Այնպես որ մինչև բոլորը հետ գան իրանց դասերից ու ֆուտբոլներից ու գործից, ես արդեն խաչապուրի պատրաստած կլինեմ։ Ոնց որ մրջնի բունս էի պատրաստել, Սերոժը գործից եկավ ու լիքը ուրախացավ։ Բա։ Շո երեխեք ջան, այսինց։ Տեսակ։ Ու հիմա ինձ մնում է մի հատ լվանամ սա, որ խանձած սևերը վրայից հանեմ, ու վերջ։ Ու դնեմ մի քիչ քամվի, որ այդպես թաց իրան չդնենք սարսարան, արդեն ամեն ինչ լավ կլինի։ Այսպես։ Ու հիմա արդեն ես միսս լվացրեցի, դրեցի, որ ինքը մի քիչ քամվի, ու հիմա անցնեմ արդեն հավի կրծքամիսը, դասավորեմ ցելոֆաններով, որ դնեմ սառցարան ավելի շուտ, որովհետև երեխեք ջան ժամանակ է գալի, որ երեխեք ուզում են ու կարող է պատահի մենք տունը չլինենք, որ սառցարանում լինի, իրանք հանեն, իրանք ուզածը պատրաստեն, որտեղ եմ երեխեքը հավի կրծքամիս շատ են սիրում ու շատ են ուտում։ Այսպես։ Սենց կտրտել ենք տարի խանութում։ Իրանք սիրուն, կտրտում են տալիս են։ Հայաստան, որ ասում էին մեր մոտ կտրտում են, զարմանում էին, ապրին ոնց։ Դրա համար ավել գումար չեն գանձում, ձեզանից ասում են ոչ երեխեք ջան։ Մեզանից կտրտրելու, մաքրելու համար երբեք ավել գումար չեն գանձում։ Ես էլ սենց եմ անում, որովհետև պետք է լինում մի հատ հանել կամ երկու հատ, որ ընդհանուր միսը չհալացնեմ, դանակը մտցնում եմ ու մի հատ սենց ես անում, ինքը վրա դուրս է գալի, քանի հատիկ պետք է քեզ։ Գիտեմ, որ միսը սառացնել լավ չի, ես կոմ, բայց երեխեք ջան, եկեք ճիշտը խոսանք, որ սաղս էլ սառացնում ենք նամանավանդ, եթե Եվրոպայում ենք ապրում, որ ամեն րոպե կարող է պատահի խանութները բաց չի լինում, ամեն վայրկյան դու չես կարում միս գնես, իսկ ժամանակ է գալի, որ ձեր տունը մարդ է գալի ու քեզ միս է պետք, բայց խանութները փակ է։ Բա։ Հայաստանում հա, խնդիր չի էդի, որովհետև Հայաստանում ամեն ինչ 24 ժամ հասանելի է բոլորին։ Իսկ Եվրոպայում ապրողները ցավոք սրտի ոչ։ Այսպես։
ու հետո եթե պետք է լինում, բացում հանում եմ սառցարանի, դանակը sense մի հատ խփում ես, ինքը վրա զարազնանում, որտեղ բոլորը արանքները ցելոֆանապատած է։ Էս էլ sense։ Հա, լա, հեսա հացը ցույց տամ, որ երեք Սերոժն ուզում էր, որ իր համար չորացնեի մի քիչ։ Նայեք։ Ալեյ, հոպ, հեսակ։ Գլխները, որ ասում էր կյանք կտրի չորացրա, էտել եմ արերեք, ինչ աղջիկ եմ է։ Ահագին բան եմ արել։ Բա։ Հիմա։ Ես դեսպես է անում, աղբեր ջան։ Դնեմ ստեղ։ Ու հիմա անցնենք հաջորդին։ Մի հատ ճանճ ունեմ տան մեջ։ Ես չեք պատկերացնի, թե այս ճանճերից ոնց եմ ներվային անում։ Լզրան նայ, հա, դու համբերի։ Հեսա ես իմ նկարահանումներն ավարտեմ, դու տես ես քո հարցերը ոնց եմ տեղում լուծելու։ Ես էլ սինց երեխեք ջան, դնում եք։ Ես էլ այսպես։ Yes. Все. Արագ ու հավեսով։ Ասել այսպես։ Все. Ես էլ հարսս գրեց, որ լիքը գրողներ կա։ Դու Հա Okay Վերջ Այ այսպես Սա գնում բացարան Լուան վերքերը Всё, երեխեք ջան։ Հիմա սրանք կտեղավորեմ սառցարան ու արդեն անցնեմ խաչապուրիս միջուկը պատրաստելուն ու խաչապուրիս պատրաստելուն։ Ամեն ընթացքում մի հատ պերիկուր անենք, մորափրուչս աղջկա հետ, հեսա գործից կգա։ Ինչ ես ուզում։ Տարավանդու։ Հա, ինչ ես ուզում։ Այդում։ Խաչապուրս ինգրիդիենտները ինչ որ պետք է, արդեն հանել եմ։ Հիմա լցնեմ, խառնեմ։ Այս 4 տեսակի պանիր, ոնց որ մենք ենք ասում 4 quesos։ Այս է սպեցիալը խունդի, որ հալվում է հավեսով։ Ու երկու տուն մացարելա։ Այդպես որ մի քանի տեսակի պանիրներ եմ խառնում։ Եթե տունը լինում է ռուսականի ծառացելի պանիր, աղի, դա էլ եմ խառնում հետը, որովհետև շատ լավ համ է տալի, համ աղիություն է տալի,
համել այս բանիների շատ լավ համատալի։ Այսպես։ Հիմա քերիչով մի քիչ կարակ քերեմ, վրան իհատ զուկը կսեմ։ Всё։ Այսպես։ Բաների տեսականին արդեն պատրաստ է։ Դու մնաստեղ ոչինչ։ Հիմա քեզ կգործրեմ սրա վրա։ Այսպես, երեխեք ջան։ Ու քերիչով անցկացնեմ կարակը։ Всё։ Вообще-то առանց կարակ էլ ա լինում, բայց որ միշտ կարակով եմ արել, ոնց որ սովորեմ կարակով։ Լիլի դեմ է։ Ապորս արջիկն է, մի րոպե երեխեք ջան։ Հանան ջան։ Ներքևն ես արդեն կյանքս, հեսա բացեմ։ Երեխեք ջան։ Միջուկս արդեն պատրաստ է։ Աղբորս աղջիկը որ եկավ անջատել էի ու մոռացել էի միացնել։ Ես գիտեմ թե զապիսս գնում է։ Հետո միամիտ նայեցի ուզում էի խոսային օրից տեսա անջատած է։ Այդպես խառնել եմ։ Հա, տունը պանիր ունեի մի փոքր գլուխ ռուսական, էտել եմ խառնել հետը։ Всё։ Արդեն ինքը պատրաստ է։ Մնաց արդեն խմորը բացենք ու անցնենք գործի։ Իսկ խմորը երեխեք ջան ես առնում եմ Մերկադոնայից, ինքը շատ լավն է։ Կարակով պատրաստած խմորը ու շատ լավն է։ Այնպես որ նորից եմ ասում խորհուրդ եմ տալի, եթե ունեք ինքը շատ լավ է։ Թե խմորեղենների համար, թե խաչապուրիների համար, մի խոսքով։ Ամեն ինչի համար ինքը շատ լավն է։ Մենք հապ, որ շատ լավ է շարքում։ Ես չեմ ուզում մանրամասը ցույց տամ, բայց հետո որ հետևորդներս ասում են ինչի ցույց չես տալի, դրա համար հիմա ցույց կտամ մի գունդ երեխեք ջան, ու всё։ Ու կանջատեմ տեսախցիկս եմա կմիացնեմ, երբ որ վերջացած կլինեմ, պատրաստ կլինի, որպեսզի հետաքրքիր լինի, չձանձրացնեմ ձեզ։ Չափսերով չեմ կտրատում սենց, որ հավասար, խառը ոնց պատահի, կտրում եմ, ոնց պատահի լցնում եմ միջուկը, որը եռանկյունի, որը քառակուսի, հենց որ ոչ մի խնդիր։ Մենք ենք ուտող երեխեք ջան, էքսպերտիզալ չեմ ուղարկելու, ոչ էլ ցուցահանդես, վերջ։ Այսպես։ Ու լավ ջանտատե։ Այս էլ մեր քավորագինը, դեն մեկ ինչքան են զանգում։ Հեսա տատ ջան, մի րոպե։ Հա տատ։ Հա։
Երեխեք ջան։ Այսպես։ Այս sense շիայով սերմերով, սա էլ առանց շիայի սերմերի։ Ու հələ ջեռոցի մեջ էլ ունեմ, ասեցի sense ցույց տամ, որովհետև հետո մոռանում եմ, որ ցույց չեմ տվել երեխեք ջան, ներող եղեք։ Ու սերոժը մոնտաժ անելու ժամանակ ջղայնանում ասեն, ասում եմ, «Չէ, ցույց տվել»։ Դրա համար ասես բացի քանի հիշում եմ ցույց տամ։ Այս էլ իմ խաչապուրիները, որ հետո հանգիստ շնչով անցնեմ իմ մնացած գործերին, էլի, որ սերոժի հետը սկռիվ չանեմ։ Մնաց ինձ մի գունդ որ անեմ ու վերջ, բայց ունեն շոքա, ուй, բայց չեմ հանում շորերս, ասում եմ լավաթո մեջքս տաքանա, որ դեր չխմեմ, այսպես երեխեք ջան, այս էլ իմ խաչապուրիները, ով ցանկություն ունի համ տեսելու, համեցեք։